Կարանքում ակուրատին սիրուն գեղեցիկ ձևով շուկ արի։ Որտեղ գիտեի, ես չեմ լռելու, ես խոսալու եմ, ես պահանջելու եմ։ Ես կային երկու հոգի կային, իրանք էլ երկունից գնացել են, երկունից հետո չեն գնացել ու վերջի հանդիպումը որտեղ եղավ, որ Անդրանիկ Քոչարյանը եկավ մոտեցավ պատասխանները տվեց, հարց տվեց այդ Անդրանիկ Քոչարյանը ինչի չեք գալի լիստեին, մեր ծնողներից մեկը պարզ հստակ պատասխանեց գայինք ինչ անեն, գայինք կապիտությունները ձեզ նային։ Հիմա 6 տարի հաստատի ծնողները, այդ նաև լրատվամիջոցները, որոնք պարբերաբար ձեր կողքին են եղել, ձեր յուրաքանչյուր խոսքը տեղ են հասել, 6 տարի հարցերին լուծում կոնկրետ պատասխաններ չկա։ Այսօր ինչ Եթե ինչ էլ այսօրվա դրությամբ ասենք այդ դավաճան անձանցից մարդիկ կան, որ այսօր կրում են պատիժ, մեկը հենց էլի անմիջական մեր ծնողների էլի ջանք ու եռանդ նայել է, որ այդ մարդը ստանա իր արժանի պատիժը։ Թե չէ որ այդ դրան հետևից էլ չեքայինք այդ չերեզելու։ Իսկ ինչ մնում այս մնացածին տենում ենք, էլի ինչ են արել, ումն են արել։ Ես դավաճանները այսօր ասենք այդտեղ դավաճանել են, այսօր եկել են պաշտոններ են զբաղեցնում։ Չէ, ես ասում եմ ո՞նց։ Դուք կոնկրետ ումից եք խաբում։ Ես գիտեմ, բայց ես չեմ բարձրաստիճան սպայական կազմը Արցախի պաշտպանության բանը։ Ջալալ Հարությունյանը Վարդաշեն։ Ջալալ Հարությունյանը դատվել է մի դրվագով։ Մի դրվագով։ Օլի շով է դել դատվել։ Ով է, թող մեկն ու մեկին ցույց տան ով է դատվել։ Ես չեմ իմանում։ Լավ, դուք ինչ եք պահում Ղուկասյան, 6 տարի շարունակ ծնողներից շատերը հասկացել են, որ իրենք խաբված են։ Դուք ումից եք փախված եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ինչ ակնկալիք։ Ոչ մի ակնկալիք չունեմ, ոչ Նիկոլի իշխանությունից, ոչ էլ ընդդիմությունից չունեմ, որտեղ 6 տարի տեսել եմ, որ ոչ մեկը ոչ մի բան չի անում։ Հիմա հարց։ Այսքան տարի էլ սպասել ենք այս քննիչ հանձնաժողովի եզրակացությանը։ Մեզի խոստացել են, որ եզրակացությունն ելնելու մեզ ասելու են, մենք իմանալու ենք այդ ամեն ինչի մեղավորները ովքեր են, ու իրանք ստանալու են իրանց պատիժը։ Ինչ եղավ։ 25 թվականի սեպտեմբերին զեկույց աշխատանքը հայտարարեցին ավարտված, ելի ենք սպասում, որ ինքներ խոստացավ ստացեց անպայման մենք զեկույցը կանի անդոն։ Արեց չարեց, հետո իմանում ենք 2 ամիս վրենացնում է, հոպ առանց ոչ մի խաբարի գնացել է ազգային ժողով, արխիվացվել է, գաղտնիազարդվել է ու վсё, պերտ։ Այդ ինչ է նշանակում, ես այդ եմ ուզում հասկանամ, հարգելիներս, այսքան տարի մենք սպասել ենք, որ իմանանք ով էր մեղավորը, մեր երեխեքի, մեր տղեկի զոհվելու մեղավորն է, իմ աղբոր, ես ուրիշինը չեմ խոսում։ Իմ աղբերը, որ զոհվել է այդ բարդակը, որ տիրել անդեր, ում մեղավորությունն է եղել բարդակը, այդ զինվորը չէր էլի այդ բարդակ շինող, այդ բարդակ շինողը իրաց հրամանատարներն են։ Այս 6 տարիների ընթացքում դուք այդ հարցի պատասխանը չենք ստացել, ինչ են ասել, այսքան վաղ ինչ են ասել, թող մեկն ու մեկին ասեն, այս ինչը դատվել է, այս ինչ գործողությունները սխալ կառավարելու կամ այս ինչ գործողությունները սխալ մարտավարություն անելու պատճառով, որը բերել ասենք այսքան զոհի, այսքան վիրավորի, այսքան անհետ կորածների հետևանքը դա է։ Մի հատ գործ են էլի իմ քանի անգամ բազմաթիվ էլ ասում եք անուն եմ տալիս, Արուստամյան Կարեն անուն եմ տալիս, անուն եք, բաժալստը, մինչև ենքան ասեցի, նոր գործը հարուցեցին, մինչև հարուցեցին Արուստամյան Կարենը փախած արդեն։ Հիմա ձեր գործողությունները ինչ են, 6 տարի շարունակ պարբերաբար այդ մենակ Արուստամյան Կարենով չէ պրծնում է, լիքը կան, այսպես վերևից ներքև կան, լիքն է։ Թող հիմա քննիչ հանձնաժողովի բա գործը ո՞րն է էլի, ուզում եմ, դուք էլ ինձ ասեք, ես եմ չեմ հասկանում, քննիչ հանձնաժողովը ի՞նչն է քննում, պատերազմի հետևանքները, այդ հետևանքներն ասեն ինչ եղավ, չի ելավ ու մեղքով եղավ, ուրիշ ավել բան չենք ուզում, հիմա հավիճուտ չենք տվեք, տղեկ ենք տվեք, արքին տղեկ, առուս տղեկ, որ իրանց այդ 18-20 տարեկան հալներով 44 օր 3 բանակի դեմ կռիվ են տվել, որ այսօր մեզի էլի փորձում են պատերազմով վախեցնել, պատերազմ եք ուզում մենք են պատերազմ եք կրեինք, եթե տղեկին չդավաճանեին։ Այդ տղեկը, որ այդքան 1500 հոգանոց Ջաբրայելի զորամասի վրա 10,000 հոգի զորք է, 2 կորպուս, 84 միավոր զրահատեխնիկա, նայեք քանիսն է խոսվել, ինչքան զոհեր են տվել, այդ տղեկն են կռվել։ Հիմա էլ պատերազմ եք ուզում, պատերազմով է սահ տալի, ես չեմ ուզում պատերազմ, ես այդ պատերազմից ուժասն եմ,
ես եմ հարազատ կորցետանից 2 հոգի, ես չեմ ուզում, բայց չեմ էլ, եթե լինի հարցը ընտրության առաջ կայնելու, ասենք զենքը ձեռդ պատվով մեռնես, թե եթաս տունդ կոմար նստես, թուրքը գա տանդ մեջ ընտանիքից վիզը կդրի, չէ աղբեր, ավելի լավ է զենքը ձեռս կմեռնել։ Թուրքի, թե ինչա, բա էդի չի տանում։ Այսօր 61 իշխանություն, չգիտեմ, ինչ սպասեմ սրանցից, որ այսա 500,000 թուրք գալու է լսվի Հայաստան, այդ սպասեմ, դե հիմա այդ ամեն ինչի տեսնում եմ, տվեք մեզ դավաճանների անունը, արեք մի հատ մեր բաղջեն խախնենք, մեր մոլախոտը հանենք, վերացնենք, մեր բաղջեն սարքենք մաքուր անարատ բաղջա, նոր հետո անցնենք այն մնացած հարցերին։ Հələ մեր մեջի դավաճանները շնից շատ են գելից քիչ։ Այնտեղ վաղը կռիվելա վելի կպարտվենք, բա ինչ կանենք, 1000 հատ դավաճան կա մեջներս։ Շնորհակալություն։